Առնվազն 35 մարդ է զոհվել Գազայի հատվածում գիշերը Իսրայելի օդային հարձակումից, տասնյակ վիրավորներ կան, 80 մարդ անհետ կորած է համարվում։ Իսրայելը նորից բնակելի շենքեր է թիրախավորել։ Հրթիռները փլատակների են վերածել բարձրահարկերը, ամենուր փոշու ամպեր են և բեկորներ։ Քաղաքացիական պաշտպանության խոսնակ Մահմուդ Բասալոն ահազանգում է։ Փլատակներում մնացածներին փրկել գրեթե չի հաջողվում։ Իսրայելի շրջափակման հետևանքով փրկարարները գործիքներ չունեն։ Տեղի բնակիչներն են շտապել իրենց վերջին ուժերով հարազատներին փրկելու։ Առաջին իսկ պահից մեր թիմը շտապեց դեպքի վայր, Շուջայա թաղամաս։ Այս բազմահարկ շենքն ամբողջությամբ ավերվել է, զոհվել և վիրավորվել են տասնյակ մարդիկ։ Մենք կարողացանք գտնել 10 զոհի և 25 վիրավորի։ Փրկարարական գործողությունը դեռ շարունակվում է։ Շատերը մնացել են փլատակների տակ, մաշված գործիքներով ենք փորձում կոտրել փլատակները։ Շտապօգնության աշխատակիցները դեպքի վայր հասնել չեն կարողանում, ավերածությունները փակել են բոլոր ճանապարհները։ Ալ-Ահդի հիվանդանոցի բժիշկները լրագրողներին պատմել են, որ անգամ փլատակներից փրկվածների համար դեղամիջոցներ չկան, արյան պաշարներն էլ սպառվել են։ Բոլոր զոհերը կանայք և երեխաներ են, ինչպես կարող ենք նրանց փլատակներից անել, մենք ոչ տեխնիկա ունենք, ոչ բուլդոզերներ, ոչ էքսկավատորներ, ինչ անենք։ Տեսեք այս մարդուն, նա փլված տանիքի տակ է, բայց մենք չենք կարող նրան դուրս հանել։ Ընդամենը 2 ամիս տևած զինադադարից հետո Իսրայելը մարտի 18-ին վերսկսեց օդային ռմբակոծությունները Գազայում, ավելի քան 1400 մարդ է սպանվել։ Իսրայելը Գազայի հատվածը վերածել է սպանությունների դաշտի։ Այսպիսի գնահատական է տվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը X-ի իր էջում։ Ավելացրել, Իսրայելի պահվածքն անընդունելի է։ Մարտի 2-ից Գազա չի մտել սննդամթերք, վառելիք, դեղորայք։ Ցախալը խաղաղ բնակիչներին անվերջ մահվան օղակում է պահում։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հալյուրի համար։